իրավիճակը գլխավոր մուտքի մոտ շարունակվում է։ Դուք նկատում եք ինչպես են կարմիր բերետավորներն ու քաղաքացիները հրում միմյանց։ Քաղաքացիները թույլ չեն տալիս, որպեսզի կարմիր բերետավորները բարձրանան։ Տեսեք ինչպես են բիրտուշ կիրառում քաղաքացիների նկատմամբ։ Տեսեք թե ինչ է կատարվում այստեղ, ինչ իրավիճակ է, քաղաքացիներին քաշքշում են ոստիկանները, փոխադարձ հարվածներ են հասցնում, պատգամավոր Մեհեր Մելքոնյանը ևս ահա քաղաքացիների մեջ է։ Քաղաքացիների հրում են այստեղ։ Հլարի դու։ Այստեղ հրում են բոլորին։ Մենք ևս անմասն չենք այս հրմշտոցից, տեսեք կարմիր բերետավորները որքան են ավելանում այստեղ, ուժեր են կենտրոնացվում այստեղ, ոստիկանական ուժերը բավականին մեծաթիվ են այստեղ, հիշեցնենք, որ ոստիկանները հորդորել էին բացել ճանապարհի երթևեկելի հատվածը։ Ներողություն եմ խնդրում հարգելի հետևորդներ, մենք նույնպես վայր ենք ընկնում այս իրավիճակում, աշխատում են գելարված իրավիճակում, հրմշտոցներ են, մարդկանց ինքնազգացողությունը այստեղ վատանում է, տեսնում ենք տիկինները, մի քանի կանայք հրմշտոցի ընթացքում վայր էին ընկել։ Հարգելի հետևորդներ, իրավիճակը գերլարված է, ոստիկանական ուժերը րոպե ավելի մեծաթիվ են դառնում։ Ինչպես են քաղաքացիներին հրմշտում այս պահին, ոստիկանները հրում են աստիճաններից վայր են նետում քաղաքացիներին, ոստիկանական ուժերը այս պահին իրավիճակը բավականին լարված է։ Ես ներողություն եմ խնդրում աշխատանքի ընթացքում տեղի ունեցող խոտանների համար, պարզապես մենք աշխատում ենք գելլարված իրավիճակում եւ ինքներս էլ այս հրմշտոցի մեջ ենք այս պահին։ Հայկաշ Ջոմարտյանը ևս այստեղ է, արդեն հրահանգները իջեցնում, ահա տեսեք կադրերում Հայկաշ Ջոմարտյանը ևս այստեղ է և ինքն է համակարգում ամբողջ աշխատանքը։ Քաղաքացիները այս պահին հավաքվում են հրապարակում, աստիճաններից համայնքապետարանի մուտքի մոտի աստիճաններից նրանց ոստիկաններին հաջողվեց մեծամասամբ իջեցնել, այս պահին ինչպես նկատում եք ոստիկանների թիվը բավականին մեծ է այստեղ։
իրավիճակը գերլարված է Գյումրու համայնքապետարանի մոտ։ Նշենք, որ համայնքապետարանից տեղեկացրել են, որ քիչ անց Վարդան Ղուկասյանին տանելու են այստեղից, այսինքն նա իջնելու է, որպեսզի գնա Երևան։ Այստեղ ճանապարհ են բացում, ոստիկանները ճանապարհ բացել են տալիս։ Գնացեք շնան բաբոյի հետև ընդիս պիտանին, ընդիս, խապս են տալիս։ Լսաղը շնան բաբոյի մոտ կելեք։ Pushkin, Karanis mesafte, Amot, Ene Lernagani pes Hamaki. Lernagani Karchonamek Mafer. Chinedish ma, Nami Shumernik Hatis Rakima. Tukishmart. Lernagan Egelen. Yersin kilanız Kregavarin gitani, es vicagi. Ay, hogeres, hogne lapsus. Hogen kamar tarabos. Գյումրեցու քիչ է, սոք պտի երասեին լեննագան մտնեին, բանից, հորը մի կարմունջից սոց պտի շինեին ու լստեին այդ իրանց, ավտոնեին ու ճապեին, չթողնեին հասնեին ստեղ, այդ լեննագանցիկ որ բանով, նա բերը շարվելիք դիշով կեքը, այդ որ բանաչի դոս կակի բացի շինեին մոտ, այդ հայացքոմըտ կոլեմինյա, ամոտ է, ես ու գործի Դու քայ, չեն տեղ քայ։ Դեպքի դաջակ, գանի գվարդայի վրեջես։ Օրինքը կադարեք դու։ Դեպքի նույն դեպքը դաուդով հիմատ։ Ոյն կեն առաջի։ Ես բանին է կոնի։ Հա։ Ես հատեղեն միսե քանի մասնարից աշտերի Heçetini batı iş yok, hiç Arnavazın iş! Arnavazın iş! Ben istadan da havasız petan iş yapıyorsun. Asıl halinde güzellik. Hoşları değil, halalın, şadla hoşları değil kalır. Hayat abi, baktı bana ister, bana ister, sıkayım eşme. Egelinle, nazar. Her o susur gelir. Her iyi olmuş. Her insanlar güzel. Yok veren su. Vazgeç hapishanene gişafti pes kapelta verdi. Hani tekrar hapishanene mahkum kurulan taş. Ne kanka boşçe. Hani şey endaki. Biraz güne al, biraz. Haşim, beraxele lennaga. Toğni kesoksan narkamanı sağlıcı oran geçmedi. Komikmiş. Türkiye'ne baktın. Hocalarınız bakıydın. Haydi. Relax des Marktes, Frau, das zu fangen.
Հարգելի հետևորդներ, ոստիկաններն այստեղ արդեն շղթա են կազմում ըստեյության հենց այս մուտքից Վարդան Ղուկասյանը դուրս կգա։ Հայ վայր կյանքով կադրում, հա, սի մարդին, սի մարդի կոչվի, դուղներ երեխեք սե պավաս կործի է գնացի, պապան է սոտքի դուր հետ է, սեզան չարաշին է, պրոստը ինքնասինություն չունի, այդ ինքնասեք տղա մարդն այդ ինքնասեք, ես ինչ է, ոշխարի հայասկով երեսիտ գնային, Kurte yersin. Kızım bak hanımın mezinde tanım son heramadım tabii de sen ama dönüş ki kendin. Dur fresh. Aracına temizlik çıkardan uzun donor neydi? İmate. Biz tavaca. Çok nivoli. Mangravik neyin? Yan samelotov keştan tuşke. Hayken. Madam Sahit, emkere negarek. Ինչպես նկատում եք, ոստիկաններն այստեղ շղթա են կազմել, որպեսզի Ղուկասյանին հենց այստեղով կարողանան իջեցնել։ Քաղաքացիներին փորձեցին ամեն կերպ հեռացնել տարածքից, որպեսզի նրանք որևէ կերպ չկարողանան խոչընդոտել Ղուկասյանին մոտենալը քաղաքացիներին, ինչպես նաև նրան հետ պահելը։ Ոստիկանների թիվը այս պահին կադրերում դուք նկատում եք, քաղաքացիներին նրանք կարողացան հեռացնել համայնքապետարանի մուտքի մոտի աստիճաններից։ Այս պահին իրադարձությունների զարգացման առաջարկում եմ հետևել կադրերով, քանի որ մեզ համար ևս տեսանելի չէ, թե ինչ է կատարվում, տեսախցիկը ավելի վերևից կֆիքսի իրավիճակը եւ պատկերն ավելի պարզ կդառնա։
Ինչպես նկատում եք, ևս մեկ քաղաքացու Իսպանիայի ոստիկանները բերման են ենթարկում, նա ուղղակի աստիճանների կանգնած էր։
Մենք նկատեցինք, որ հատուկ նշանակության գումարտակի ծառայող Գևորգ Ղազարյանը ևս վերցրել է իրականում պաշտոնի։ Քննություն էր նաև սկսվել, այս պահին մենք տեղեկատվություն չունենք, ինչի հիմք է ունեցել ծառայողական քննությունը։ Հարգելի հետևորդներ, ինչպես կադրում նկատում եք, տեխնիկային այս պահին արգրավում նաև շենքից ստանում են համակարգիչեր, կարծես թե։ Կապը գնաց։
Respecte nagakini kyanku karnayamnega. Echi mul degerite arerite. Nagati che dove tarat. Use. Adi karoshane. Arge ka atme chawai ka putsa. Abe ke avaye. Atme morning me nagana che. Մենակ Ղուկասյանի տղան են թե մյուսներին Ցելեք չեն կարողանում, չի գալիս։ Հարգելի հետևորդներ, նշենք, որ մեր գործընկեր լրատվամիջոցներն այս պահին աշխատում են նաև համայնքապետարանի ներսից եւ կադրերով տեսնում ենք, որ քաղաքացիները, որոնք հաջողացել եւ հասցրել էին մտնել համայնքապետարանի ներս, թույլ չեն տալիս, որպեսզի Ղուկասյանին դուրս բերեն համայնքապետարանի շենքից եւ բավականին դժվար է այդ գործընթացը։ Նշենք, որ նաև տեղեկություններ կան, որ հենց այդ պատճառով բավականաչափ իրավապահներ եւս ուղարկվել են Գյումրի, որպեսզի հնարավոր լինի գործընթացը հաջողությամբ պսակել։ Հավելենք, որ այսօր վաղ առավոտից Գյումրիում բավականին լարված իրավիճակ է, համայնքապետարանում խոզարկություններ էին իրականացվում, ըստ տարածված լուրերի առգրավվել է ամբողջ տեխնիկան, որը կար համայնքապետարանում եւ որոշվել է 8 անձի ձերբակալել, այդ թվում Վարդան Ղուկասյանին։ Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն բավականին մեծ հաղորդագրություն էր տարածել, նշելով, թե ինչ հնարավոր կոռուպցիոն սխեմաների մեջ կարող էր ներգրավված լինել Ղուկասյանը։ Նշենք նաև, որ այդ ամենին զուգահեռ ԿՊԱ-ական պատգամավորներն արդեն մեղադրական վերդիկտ են իրականացրել, նրանք արդեն նշում են, որ կոռուպցիոները պետք է բանտում հայտնվի առանց որևէ անմեղության կանխավարկած հարգելու նմանատիպ գրառումներ են արվում այս պահին համացանցում։ Վարդան Ղուկասյանին, ինչպես նկատում եք, ներողություն եմ խնդրում, տեսողական խապկանք հեռուստաեթերության Ղուկասյանին բավականին նման մարդու էին այս պահին վերման ենթարկում։
Հարգելի հետևորդներ, ըստ էության իրավիճակը այստեղ կրկին լարված է ոստիկանները քաղաքացիների հետ կարծես թե կրկին բախման մեջ են Հարգելի հետևորդներ, նոր գյումրեցիները տեղեկություն ստացան, որ հետնամասից է Վարդան Ղուկասյանը դուրս գալու եւ գյումրեցիներն այս պահին համայնքապետարանի հետնամաս են շարժվում։ Բազմաթիվ քաղաքացիներ են այստեղ հետևորդներ Վարդան Ղուկասյանի կարծես թե իրավապահները կարողացան տանել Հարգելի հետևորդներ, իրավիճակը այստեղ գերլարված է։ Ինչպես կարդիրում նկատում եք, քաշքշում են քաղաքացիներին։ Այստեղ բավականին լարված իրավիճակ է, ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են, այստեղ է նաև Արթուր Խուդինյանը, բարեկային ծառայության ղեկավար, բավականին լուրջ բախումներ են այստեղ։ Ծնանդի մեկնաբան է։ Փաստորեն Վարդան Ղուկասյանի ոչ թե համայնքապետարանի գլխավոր մուտքից, այլ հետնամուտքից դուրս բերեցին եւ գյումրեցիներն այս պահին ոստիկանների հետ բախման մեջ են, կարծես թե ցանկանում են թույլ չտալ, որպեսզի Ղուկասյանի տեղափոխող մեքենան շարժվի։
Հարգելի հետևորդներ, այս պահին տեղեկություն չկա Վարդան ինչ տարել են թե ոչ ամենայն դեպս շենքից նա դուրս է եկել նրան դուրս են բերել շենքից սակայն հայտնի չէ թե այս պահին նա որտեղ է տեղեկատվությունը որ նա շենքից դուրս է բերվել նաև դա հստակեցված չէ Արայնով այդ տղեն, արի այ աղբեր ջան։ Հարգելի հետևորդներ, ըստ էության որևէ բան հստակեցված չէ։ Տեղեկատվություն տարածվեց, որ Վարդան Ղուկասյանին հեռացրել են տարածքից, այսինքն քաղաքապետարանի տարածքից նա դուրս է եկել, սակայն այս պահին որևէ հստակ տեղեկատվություն չկա, քանի որ ոստիկանները բարձրաստիճան սպաներ ևս որևէ լուր չհաստատեցին։ Հարգելի հետևորդներ, ինչպես նկատում եք, ոստիկանները հեռանում են համայնքապետարանի մուտքի տարածքից։ Քաղաքացիների հայհոյանքներն ու անեծքները բավականին ակտիվ են նրանց հասցեին։ Diabli musulman!
Ես նկատում եք այստեղ էլ իրավիճակը բավականին լարված։ Ոստիկանները վիրավորվում են, որ նրանց թուրք վանկարկմամբ են քաղաքացիները դիմում։ Իսկ քաղաքացիները նշում են, որ Վարդան Ղուկասյանին եթե մարդիկ աջակցում են եւ այս գործընթացում մասնակից են, ապա բոլորը թուրքեր են ըստ գյումրեցիների։ Այս գյոզան օջախը սիկտին եղեք, հնարցեք սա։ Համայ, սիկտին եղեք, սիկտին։ Սիկտին եղեք։ Ով չէ։ Սիկտին եղեք, սիկտին։ Սիկտին եղեք։ Սիկտին եղեք, կալին ասծացեք։ Հարգելի հետևորդներ, իրավիճակը լարված է, այստեղ քաշ քշում են քաղաքացիներին, այդ թվում լրագրողներին ու ես գործունեությունը այստեղ ծավալող լրատվականների աշխատակիցներին։ Ինչպես նկատում եք, կարմիր բերետավորները քաշ քշում եւ հրմշտում են քաղաքացիներին։ Հարգելի հետևորդներ, ինչպես նկատում եք քաղաքացիների քաշ քշելով բերման են ենթարկում այստեղ կադրերում նկատեք ինչպես են քաղաքացուն բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում։ Տեսեք թե ինչպես են ոստիկանները մի քանի հոգով հարվածում քաղաքացուն։ Բիրտ ուժ կիրառելով քաղաքացիների բերման են ենթարկում։ Գյումրիում այս պահին էլ իրավիճակը գերլարված է, թեև Վարդան Ղուկասյանին արդեն բերման են ենթարկել ըստ էության, ոստիկանական ուժերը հեռանում են համայնքապետարանի տարածքից։ Տեսեք թե ինչպես են քաղաքացիները բերման ենթարկում, որ անգամ կոշիկներն են մարդկանց մնացել այստեղ բերման ենթարկվողների։ Թուրքի դեմ եք ելեք։ Հարգելի հետևորդներ, հերթական բիրտ ուժ կիրառելու միջոցով քաղաքացու բերման ենթարկման կադրերին եք այս պահին դուք ականատես։ Չեմ երում։ Ժորի կուրա, հեցը։
Պարոն Ջամալյան, կասեք թե ինչ է այստեղ այսքան բիրտուշ կիրառվում քաղաքացիների։ Ոչ մեկ է։ Մենք կադրով ունենք թե ինչպես անգամ կոշիկները հանած Լավ, ժողովուրդ, հարցազրույցը կարիք մի րոպե։ Չենք տալու հարցազրույց։ Նպատակ ունի, պարոն Ջամալյան։ Ժողովուրդ, հարցազրույց չենք տալու։ Գնացեք ձեր աշխատանքը ուրիշ տեղ։ Ձեր աշխատանքը նաև հանգստան հետ։ Հոպ, արա մի գնացեք։ Հարգելի հետևորդներ, Հələ հետ եկեք էտե։ ինչպես հատում եք, նշենք հարգելի հետևորդներ, որ ըստ ականատեսների, անգամ մեքենաների մեջ բռնություն կիրառելով են քաղաքացիներին նստեցրել եւ բերմանի ենթարկել։ Կադրերում իհարկե երևում են որոշակի դրվագներ, թե ինչպես են բիրտուշ կիրառում քաղաքացիների նկատմամբ, սակայն Հայկաշ Ջամալյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ Բայց կասեք նոր ինչ հրահանգներ կան։ Ինչ գործով։ Ինչի համար բերմանի ենթարկվեցին քաղաքացիները։ Նորից երևի չեք լսել, ոչինչ, կարա լինի մարդիկ, հարցազրույց չենք տալի, ժողովուրդ ջան։ Մի հատ ասեց հերիք չի։ Ծառայության մեջ ենք, ժամանակ չկա, հետո եթե ինչ-որ հարցեր կա ոստիկանության հետ լրատվական։ Չէ, հիմա դուք չգիտեք ձեր ծառայողները ինչի համար բերմանի ենթարկվեցին։ Ես կարող աստեղ մարդիկ կան, իրանց է շատ բան գիտեմ, ոչ չեմ ասելու ես։ Դե ժողովուրդ ջան, այսքանով եզրափակվենք, էլի։ Դուք պրոֆեսիոնալ լրագրողներ եք, մենք դե շատ ենք սիրում, գնացեք ձեր աշխատանքը։ Այստեղ ասում են 17 տարեկան երեխային ծեծելով տարել են, պարոն Ջամալյան։ Ով որ ասում է գնացեք իրենց հարցրեք։ Ահա, հենա։ Այս կինը իմ կարծիքով մի քիչ խնդիրներ ունի, իմ կարծիքով։ Հարցերեք զգացեք։ Լավ, ժողովուրդ ջան, մի քիչ անհամար է։ Իրենք հոգով Մենք Ոստիկանների հակերի թանեցին։ Ձեր կեծոլները փրեդենից գալխաներին կուդակ։ Անամոթներ։ Ազգի անամոթներ։ Ազգի անամոթներ։ Հայաստանում վանդալիզմ է։ Վանդալիզմ ժողովուրդ ջան։ Հայ ժողովրդին կոդորենք։ Այսօր արեք դուք մեզի կոդորեք, տատեք ճամփեն տվեք թուրքերին ու գնացեք։ Ձեր ուզածը դեպի Փաշինյանի մեջ։ Փաշինյանի